Բարի կեսօր, սիրելի հետևորդներ ջան։ Ես լավ եմ, եւ իհարկե, ուզում եմ, որ դուք նույնպես լավ լինեք։ Հիմա այս կողմից եմ միացել, որովհետեւ մեր մոտ հոնի ծառը ծաղկել է, եւ ահա այն բարձր սարի ներքևի հատվածում այդտեղ վայրի հոնի անտառ է, կարելի ասել, եւ վայրի հոնը մի քիչ մանր է լինում, բայց թե մենք էլ մարդիկս նաեւ ինչպես որ ասում ենք, պատվաստի այն խոշոր հոնը նույնպես մեր տնամեր ցողամասերում ունենում ենք, գիտեք, որ ես էլ ունեմ, ահա այդ որ ցույց եմ տալիս, այդ մոտ երկուսը իմն է, մյուս կողմինը արդեն հարևանինս է, ունեմ նաեւ փոքր ծաղկած ծառեր, դրանք արդեն երբ որ այգի կգնամ, ավելի մոտից ցույց կտամ, թե ինչքան սիրուն է։ Մի խոսքով, սիրելիներս, նոր եմ տուն եկել ու անմիջապես որոշեցի ձեզ միանալ եւ իմ առօրյան կիսել ձեր հետ։ Միգուցե ինչ-որ մի լավ բանով օգտակար կլինեմ։ Սիրելիներս, հիմա այս կողմի վրա եմ ուղղել տեսախցիկը եւ ուզում եմ ասել, որ մեր անտառներում վայրի հոնը շատ է։ Ահա այնտեղ անտառի փեշերում նույնպես երևում է ծաղկած հոնի դեղին այդ շերտը, կարելի է ասել։ Մի խոսքով, մեր անտառները շատ հարուստ են վայրի հոնի ծառերով, նաև ծաղկել է ալուչի ծառը, ահա իմ դիմացի հարևանի այգում է, դեպի աջ նայեք եւ կտեսնեք, ահա այնտեղ սպիտակին է խփում, իսկ ահա մի փոքր այս կողմ նշենին է, որը մոտ օրերս նույնպես կբացվի, կարմրին է խփում, թեթևակի, ահա տեսեք, մեծ ծառ է նշենի։ Մի խոսքով մեր մոտ սկսվել է գարնան ծաղկումքը, սիրելի հետևորդներ ջան, եւ ահա այսպիսի հրաշալի տաք եղանակա, շատ շոգ է, ուղղակի երկար անհնար է դրսում մնալ։ Մի փոքր տանը գործեր ունեմ, այդ կկատարեմ, հետո կանցնեմ ես էլ իմ բակի գործերով, որ այդպես էլ կիսատ է մնացել։ Սիրելիներս, հիշում եք չէ, որ ասեցի սենյակային ծաղիկներս վարակվել են այդ սպիտակ թիթեռնիկներով եւ եթե հանկարծ բուժում չկատարեմ, ուղղակի կհոշոտեն իմ սենյակային ծաղիկները։ Հիմա մոտեցրել եմ տեսախցիկը, որպեսզի դուք էլ ճանաչեք, թե որոնք են այդ սպիտակ թիթեռնիկները, ահա տեսեք, իրենք շատ մանր են, ձվադրում են եւ ձվադրելուց հետո թիթեռնիկ են դառնում եւ նորից սկսում ձվադրել։ Հիմա տեսեք, այստեղ մոտեցնեմ հնարավորինս, թեկուզ եւ քամին, այդպես ահա, տեսեք, հենց սրանք են, սիրելիներս։ Դուրս եմ բերել այստեղ պատշգամբ, որ այստեղ տեղը փչեմ, չնայած վախենում եմ, որ հավերս երբ որ տեսնեն գանու, սկսեն այս քաղցր տերևները ուտել։ Մի խոսքով, ահա այս ձևով ամբողջ իմ զանգակի թուփը վարակված է։ Այս օրերին մի փոքր անտեսեցի, ահա տեսեք ինչքան շատ է, ուղղակի ահավոր է։ Մյուս ծաղիկներից վրա չի նկատվում, բայց նրանց էլ պետք է անպայման փչեմ։ Հիմա մինչև որ այդ տեղորայք կբացեմ, ինչև է մի փոքր այստեղ ուզում եմ մաքրություններ կատարել, առիթից օգտվելով, որ դուրս եմ բերել։ Ահա, չնայած ամբողջ տարին հավիկս եկավ, հա, գնահլա։ Չգիտեմ, արդյոք հավիկները սրան կվնասեն, թե չէ, ամեն դեպքում պետք է զգուշ լինեմ, երգում է։ Հա, կանա չես տեսել հավիկ մավիկ։ Աղջի, եպես ձուածելու։ Ահա, այսպես, մենակ երգում են հլավոր, չգիտեմ, ահա, մաքրեմ այս խորքերը, որ հետո արդեն տանեմ տուն, մաքուր լինի, ահա, այստեղ էլ, քանի որ դրսում եմ, ազատորեն դեն եմ նետում այս կողմն էլ, ահա, երբեմն
Հա, ջան, հավիկ մավիկ։ Ինչ էի ուզում ասել։ Երբեմն այս տերևները ես մոտենում ու մաքրում եմ, բայց քանի որ այս սպիտակ թիթեռնիկներով վարակված էր, մի տեսակ չէի մոտեցել անկեղծ, որովհետև ինչ որտեղ նաև տհաճ են իրենք, տերևները կպչիկ է դարձել, ահա, հիմա արդեն այս մասերը մաքուր է, և կգնամ տուն ու արդեն դեղը կպատրաստեմ, ահա թոռոմում է նույնիսկ, ահա որ է ուղղակի, մի հատ ուշադիր լինեմ հավիկներս, տեսնեմ իրենք կցահարելու են, թե չէ, չէ, չկերավ, ուրեմն, լավ, սրանց քշեմ, սիրելիներս, հետո գնամ դեղը սարքեմ։ Այն ոնց ասած, ես թափել եմ, ես էլ հավաքեմ, ահա, թե չէ նման բաներից արդեն նյարդայնություն առաջանում, այսպես, հավերին քշեցի, ոնց որ թե իրանց դուրը չեկավ, շրջակայքը ուզում եմ մաքրել, որ հետո ինչ-որ բան չխանգարի իմ ծաղկին, որովհետև այստեղ մի քիչ երկար կմնա, մինչև տերևները չորանան, սիրելիներս, այսքան մեծացել է զանգակս, չլինի թե հանկարծ այս սպիտակ թիթեռնիկները լվիճի տեսքով չվնասեն։ Իսկ հիմա, սիրելի հետևորդներ ջան, ահա դեղն եմ ցույց տալի, ակտարը 5 գրամ է, այստեղ տեսնում եք, սա 5 լիտրի է, և հիմա ես պետք է բացեմ և 5 մասի բաժանեմ, ահա, այսպես, լցնում եմ այստեղ, անձեռոցիկ եմ քաշել, ահա, այս տիպի դեղ է, մի քիչ ավել, մի քիչ պակաս չի խանգարում, ահա, հիմա ես մասերի բաժանեմ, մոտավորապես, ահա, այսպես էլ կարելի է, մի քիչ ցրում եմ, հետո այսպես մասերի կբաժանեմ, մոտավորապես 1, 2, 3, 4 եղավ, ուրեմն նորից, դե այս գործն էլ էս է պահանջում, հիմա նորից այսպես 1, 2, 3, 4 և 5, քանի որ ես սրանով մեկ եմ բացելու, սա կես լիտր երևի կլինի, հա էլի 500 միլի, մի քիչ ավելի քիչ կլցնեմ, միշտ եմ արել, այնտեղ իմ մեքենան երգեց, լվացքել էի միացրել, ահա, տանը մի քանի գործեր եմ արել նաև մաքրության, չնայած մի քանի հատիկ այս ու այն կողմ են թռչում, բայց հնարավորինս պետք է փորձեմ, թեկուզ ձեռքով էլ անեմ, չի խանգարում, հետո կլվացվեմ, սա ինչ որ այդպիսի խիստ թունաքիմիկատ չէ, այսպես, որպեսզի մի քիչ հեշտ լինեմ, այսպես, և հիմա տեսնենք, այստեղ կտրում եմ, որ կարողանամ առանձնացնել, ահա, սիրելիներս, սա նորից այստեղ եմ լցնելու, զգուշորեն, որ չթափվի, այսպես, քանի քամին չի քշել, քանի որ միջանցքի դուռը բաց է, դրա համար եմ ասում, ես այստեղ միջանցքում եմ, և հայելու սեղանն է սա, սիրելի հետևորդներ ջան, եթե ուզում եմ քիչ արագացնեմ, որ հասցնեմ, և շտապելուց
Անկարծ չթափեմ, այսպես։ Ստացվեց սա արդեն ապահով է։ Այսպես բերանը պիտի ամուր փակեմ։ Վստահ լինելով, որ արդեն ամուր է այստեղ, մի հատ էլ ինձ է մոտեցրել այս փոքր շպիլկան, որը այդ ծաղկեբուկետի վրա էր ամրացված, այն մի փուն չպիտը, հիմա էլ այստեղ, իսկ սա արդեն մի հատիկն էլ կարևոր է երևի, արդեն բացեմ և կլցնեմ այստեղ, ջուրը քիչ եմ լցրել, ոչինչ, էլի կավելացնեմ և անմիջապես լցնում եմ ջրի մեջ, սիրելիներս։ Սա էլ ստացվեց։ Այս պահերը ցույց եմ տալի, որ տեսնեք, թե ինչքան հեշտ է լուծվում։ Իհարկե, վերջում չենք մոռանում ձեռքերը լավ օճառով լվալ։ Եվ այսպես թափահարում այս օնկոն, մինչև ինքը անմիջապես լուծվում է, տեսաք։ Մի փոքր կաթնագույն գույն է ստանում և ունի սուր տհաճ հոտ։ Իհարկե դե ամեն դեպքում թույն է, բայց մարդկանց չի վնասում, եթե իհարկե չենք անում այնպես, որ մեր վրա չլցվի, այսպես, իսկ ձեռքերը հեշտությամբ կարող ենք, ինչպես որ ասեցի, օճառով լվալ, հիմա սրա ջուրն էլ ավելացնեմ և գնանք զանգակին փրկելու։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, չէի կարում, որ այս հավերին ինձանից հեռու պահեմ, վերջը ժամանակից շուտ բերի ցորեն տվի, բալի թե իրանց ցորենն ուտեն, հետո գնան քուջուջ անեն։ Շարք եմ կանգնացրել այստեղ, հաշվել եմ լրիվ են, այս ընթացքում լավ մեծացել են, բայց ուր որ այո, արդեն այդ բարեկներն էլ ցու կլինեն, ոնց ասած։ Առայժմ դեռևս երկու մեծ հավնաձուածում։ Լավ, դե ուրեմն թողնեմ իրանց հանգիստ ու փախչեմ այստեղից, բայց թե հազիվ այստեղ եմ մի հատ չտենամ, այսօր ձուկա, թե չէ։ Դե լավ է, օրվա երկու հատ ձուն ապահովում են, այս էլ երկու, սիրուն մեծ ձվեր են։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, վերջը հավերին ինձանից այեր դարի, սենց ասած էլի, մեր բարբարով ասած, հնար չկար, այնա ձենս լսում են, թե չէ, մանավանդ այս ռիկվա ժամերին, այնա, դրանք ինձ հանգիստ չեն թողում, մարդ կարում չի տնիցը դուրս գա, մի հանգիստ գործանե, մի հանգիստ ձևով, վերջը զրից անեմ էլի ձեր հետ, արևն էլ էս ատալդայ անգնում, բայց միշտի ծաղիկնից հանել եմ ըստի սաղ, շարել եմ ըստի, որ տեղ փչեմ, մշակեմ, քանի որ չէի ուզում, որ այդ ամեն ինչը տանն անեմ, լուսամուտագոքերինա, համել դե պետք է լուսամուտներն էլ սրբեմ, չէ, ամեն դեպքում, ընդեղ էլ պետք է տեղ ցանեմ, դրա համար էլ այս ամենը դուրս եմ հանել, որ ըստի համ հեշտ մաքրեմ, հետո հետ կդառնամ արդեն լուսամուտները կսրբեմ, լիմոնի ծառին արդեն տեղ եմ փչել, դե նրան չէի կարա ես մենակովի դուրս բերեմ, դե համել ժամանակը չէ, էլի ճիշտ է արևա, այս մի շաբաթա պեչը չեմ վառում, ոչ ռավոտը, ոչ ռիգունը, դե ընդհանրապես ով տանը մեծ տատի պապի ունի, կամ մրսկանը, կամ էլ բուջուրայխա ունի, նրանք են դեռևս իրանց պեչ մեջը վառում, բայց ես ես մի շաբաթա իմ պեչ մեջը վառում չեմ։ Մի խոսքով խի եմ եկել ըստիս հե խոսում եմ, քանի որ գիտեմ, որ գնամ են մի կուրը ընդիս շվակա, ընդիս շվակ տինգնիլ էլի, մի քիչ պատկերս ստվերոտ կտենակ, բայց թե մի խու ինձանից խամ չեք, ես եմ
Ես եմ ձեր Անուշկան եմ։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ճիշտ ամենաշատը այդ իմ զանգակի ծաղիկն է, այդ սպիտակ թիթեռնիկներով վարակվել, բայց ամեն դեպքում բոլորի վրա էլ պետք է փչեմ, քանի որ չգիտեմ, նրանք էլ կարող է էլի թաքնված լինեն, քանի որ էդ էլ է գլուխս եկել էլի, գիտեմ, որ նրանք էլ են վարակվում, դրա համար ինչ չկար, հանել եմ դուս, որ մի լավ տեղով լողացնեմ, դե ես կամած սկսեմ, արևն էլ դե ոնց ասի, գնում ա որ մեր մտնու, ամենաառաջ զանգակին եմ փչում, սիրելի հետևորդներ ջան, և արդեն իսկ ավելի մոտից ցույց եմ տվել էլի, դե գիտեք, բացեմ, այս ձևով, սրան մի քիչ ավելի շատ եմ փչելու, թեկուզ էլ չի խանգարում, կարամ այս սենց անեմ, սա իմ ձեռներին վնաս չի տա, էլի, ես լավ գիտեմ, էլի եմ արել, աշխատավոր մարդու ձեռները, միշտ ասել եմ, չէ, որ լավ պետք է ամեն ինչին էլ, իրա գործին, իրա ձեռները կցնել, ճիշտ է այս տեղը, բայց այս տեղը ինչ-որ վնասակար չի, ոչ ալերգիա տալի, ոչ էլ ոչ մի բան չի անում մի խոսքով, այս տեղը միջայլոց ասեմ, բոլոր բանջարանոցային բույսերին, եթե լվիճ են ընկնում, օգնում է անգամ, եթե ձեր այգում դուք բաներ եք ցանում, հատկապես լոբին, գիտեք չէ, որ լոբին այն սև բանա, բողոջը, որ վարակվում է, չէ, մտնում է հենց լոբու հատիկի մեջը, եթե ծաղկած վիճակում այստեղից փչեք, ձեր ցանած լոբին բողոջ չի ընկնիլ, էդ էլ ինձանի ձեզ խորհուրդ, գիտեմ, որ շատ շատերիդ պետք կգա էլ էդ իմ խորհուրդը, այս սենց, շատերը խուսափում են ասենք, որ լոբին ծաղկած վիճակում այդ դեղից նանեն, քանի որ դա արդեն որ ծաղկի մեջն է մտնում, մի տեսակ մի քիչ վախում ենք, չէ, ասում ենք թե դեղ է բան, հետո այդ դեղը վրին ծաղիկը փակվում է, բերք է դառնում, չէ, բայց սիրելի հետևորդներ ջան, երբ որ ես ժամանակին շատ ցանքս էի անում, այդ իմ լոբու թախտին, այդ տարածքին մենք թախտա ենք ասում էլի, այդ այստեղից սրսկում էի, հետո մեր լոբին ճիճու չեր ընկնում, այս սենց, սրան ուզում եմ մի քիչ ավելի շատ անեմ, հետո արդեն անց կգենամ այն մնացածներին, բայց նախքան փչելը ուզում եմ, քանի որ ստեղը ստվեր է ու լավ չերևում, ուզում եմ մոտեցնել այս իմ կալանխոեն է, հիշում եք, որ ցույց տվեցի, այս ձևով սիրուն ծաղկել է, սիրելի հետևորդներ ջան, ավելի եմ ուզում մոտեցնել, որ ստվեր է ու չի երևում, շատ ափսոս, գործս է ստեղ է, դե ոչինչ, գույները ոնց որ այս հատվածից երևում է, շատ սիրուն արդեն ու կոկոմները էլի լի են, այս մեկը սա, այս էլ դե բեգոնյան է, որը ծանրությունից սենց կռացել է, համ ծաղկած է, համ էլ կոկոմներ կա, սիրելի հետևորդներ ջան, ահա խնդրեմ, հազիվ բերել եմ ստեղ թողնեմ, էլի տուն եմ տանելում, երկու դեղին տերև կա պոկեմ, այսենց, այս էլ բեգոնյան, այս էլ չինական վարդնա, որ կոկոմը դեռևս այս վիճակում է, ոչ պոկվում է ընկնում, ոչ էլ մեծ բացվում, ընդհանրապես, երբ որ նոր ենք արմատակալած տեղից բերում ցանում հողի մեջ, սկզբի համար մի քիչ դժվար է ինքը մեծանում, հետո մի անգամից թափ է վերցնում, այսպես, այս էլ
Այն մանուշակի նման ծաղիկներն է, անունը այս պահին չեմ հիշում, ընդհանրապես ես իրան մանուշակ եմ ասում, արդեն սա էլ է թափ ստանում եւ մուղամները, այն նորաճած ճյուղերը արդեն մեծանում են օրեցօր։ Ահա։ Այս սպիտակ զանգակն է, որ արդեն երևում է, որ կոկոմած է ու մի քանի օրից կուրախացնի մեզ։ Այստեղ սրան բոլորս էլ բալբածաղիկ ենք ասում, հարևանից էի բերել ու հիմա արդեն կոկոմել է, չնայած որ Մարիաննա սմետանյամանի մեջ է, բայց թե զատո կպել է ու կոկոմել է։ Ահա։ Այսպես, այստեղ ինչ ունեմ, էլի Մարիաննայի տուփերի մեջ, այստեղ սպիտակ մանուշակ կա, սիրելիներս, այստեղ կարմիր լիլիա է, որը էլի ինձ նոր էին նվիրել եւ ահա, արդեն այսքան մեծացել է։ Ահա, իդեպ ասեմ, այս լիլիան երբ որ հանում էին, որ սոխուկը ինձ նվիրեն, լրիվ արմատները պոկվեց, հույս չկար, որ կաճի։ Բայց այնքան խնամեցի, այնքան փայփայեցի, գուրգուրեցի, մեկ էլ տեսա արդեն կանաչ տերևիկները աճել է։ Իդեպ այն մյուս լիլիան եմ հիմա ցույց տալի։ Ահա։ Այն ոնց ասած, բռնվեք։ Այստեղ երեխեք են խաղում, վազվզում։ Ահա, սիրելիներս, տեսեք, հիշում եք, որ ձմեռը ցույց տվեցի կոկոմը։ Այնքան էլ ծանր է, հեսա կոկոմը այսքան մեծացել է, ու էդ էլ հերիք չի, նույն սոխուկի վրայից, այ այստեղ էլի կոկոմա աճել, շատ ափսոս, որ տեղը ստվերոտ է, դե ոչինչ, այս անգամ էլ այսպես, սիրելի հետևորդներ ջան, ինձ թվում է պատկերը մութ է երևում, բայց թե ունենք են, ինչ ունենք, այս էլ մի քանի օրից էլի կծաղկի ու մեզ կուրախացնի, այս մի լիլիան, այս մի տերևը վնասված է պոկեմ, ոչ թե վնասված է, այլև արդեն ինքը ծերացած է, էլի, այստեղ արդեն երկու տեսակի դեկտեմբերիկն է, սիրելիներս, մեկը մեր սովորական դեկտեմբերիկն է, այս մեկը Սաթենս էր նվիրել և կոկոմած է։ Իդեպ այս մի քանի օր Սաթենը սրա մայր թուփն է ինձ ուղարկում, լուսանկարում է ուղարկում, թե ինչքան առատ կոկոմներ ունի, այսպես, այստեղ էլի սպիտակ մանուշակ է, որը կոկոմների մեջ է, նաև խնամք է պահանջում, հին ծաղկածները պոկեմ դեն նետեմ, ահա, և այսպես, այստեղ փոքրիկ ծաղկած է, այստեղ էլ ծաղիկ կա, բայց ոնց որ թե սա էլ ավարակվել, այ քեզ բան, ուրեմն ճիշտ արեց էլի, որ բոլորը դուրս բերի, հիմա այս մեկը ցույց եմ տվել, մեր սիրուն կալանխոեն, այն մասը համ մի քիչ շատ է քամի, հանկարծ չկոտրի էլի ճյուղերը, հիմա այստեղ Այս էլ դեղին ու սպիտակ բեգոնյան է, իդեպ ասեմ, դեղին բեգոնյան արդեն կոկոմել է, հիմա մոտեցնեմ հնարավորինս, ահա սիրելիներս, ովքեր որ ծաղկասեր են, գիտեմ որ կուրախանակ, ահա իր կոկոմը, այստեղ 4 գույն կա, դեղին և սպիտակ, այս երկուսն էլ ես եմ ճյուղ կտրել դրել, որը արդեն կարմիրը նույնպես կոկոմել է, ահա, սա էլ է մեզ ուրախացրել, այսպես, այստեղ ինչ մնաց, ջան, այստեղ անյուտիկի աչիկներն են, սիրելիներս, որը փարթամորեն մեծացել է ու ամբողջը կոկոմած վիճակում է, բայց քանի որ այստեղ ես ունեմ բեգոնիայի այն մյուս տեսակը, հիշում եք, չէ, ծաղկած վիճակում ցույց եմ տվել, հիմա սրան այստեղից պիտի հանեմ,
քանի որ հանգիստ եմ, որ արդեն զանգակածաղկին արդեն այդ լվիջի տեղը փչել եմ, հիմա ուզում եմ սա հանել, տեղափոխել, որ արդեն էլ պետք չի, որ այս ամանի մեջ մնա, ու նաև ինձ եմ մոտեցրել այստեղ սրա համար տեղափոխելու համ ամանը, համ էլ հողը։ Իրեպ ասեմ, այս ծաղկամանի մեջ շատ սիրուն ծաղիկ կար, աշնան կողմը պատշգամբից ընկավ, քամին ներքև նետեց ու այս այն ջարդուխուրդ այլել, ստեղից հողը կհանեմ, պատրաստի հողը ու այս էլ արդեն տակը ծակծկել եմ, որպիսի ջուրը դուրս գա, հիմա հողը կլցնեմ այստեղ, սիրելիներս, ու այս ծաղիկն էլ արդեն այստեղին բեգոնյան մեկ այլ ուրիշ տեսակի, գիտեք չէ, որ բեգոնյաները հարյուրավոր տեսակներ ունեն, սա այդպես, հիմա ցուցադրելը ավարտեմ, հետո այդ գործը կանեմ, այստեղ կանացի երջանկությունն է, որը օրեցօր մեծանում է, բոլորին անխտիր ձևով այդ լվիջի տեղը սրսկելու եմ, այստեղ արդեն դուք տեսնում եք չինական մեծ վարդը, ինձ թվում է սրան արդեն դրսում կթողնեմ, միտք ունեմ նաև փոխեմ իր ամանը, քանի որ այստեղ մեր շատ սիրելի ալվան ծաղիկը փոքր ամանի մեջ է, այդպես էլ մնաց աշնանը, հիմա կոկոմներով լցված է, նաև այստեղ իր այդ ներքևի արմատային հատվածից խոտ է ճելբուսնել ու թե ինչու եմ թողել, սիրելիներս, չնայած հիմա պոկելու եմ արդեն, ձմռան ընթացքում ընդհանրապես հատկապես ալվան ծաղիկը որ ջրում ենք, այս խոտը, չգիտեմ, անդադ դուրս է գալիս տեղ, ինչքան արմատով պոկել եմ, էլի դուրս է եկել, վերջը թողեցի, մտածեցի, որ դե լավ, դե թողաճի, ավելորդ ջուրը կգոլորշիացնի, ու այդպես էլ չի նեղացրել ալվան ծաղկին, միտք ունեմ այն չինական վարդը տեղափոխել ու նրա ամանը նվիրել, այս իմ ալվան ծաղկին, այստեղ մնաց, այս մեկը, էլի ալվան ծաղիկա, որը նվեր եմ ստացել, և կոկոմներով լեցուն ասայել, ասեցին, որ բաց վարդագույն է, երկու թուփն էլ կպել է, կոկոմել է, այստեղ վարդի ճյուղեր եմ դրել, որ լինի, նվեր վարդերը, երբ որ ստանում եմ նվեր վարդեր, ճյուղերը կտրում, այստեղ եմ դնում, իսկ ես էլ այն ծաղիկն է, որ այն օրը ասեցի, որ իմ կոլեգան է նվիրել, հարևանս գործանում և այդ գործիքի բարձր ձայնը լսվում է, սիրելիներս, գյուղական միջավայրը, այդպիսին է, ու այստեղ հիշում եմ էլի մի հատ մուլտֆիլմ կար, որ փոքր տղա երեխան բոլորին ստիպում է լռեն, որ ինքը մտածի, հիմա բայց ցավոք սրտի ես չեմ կարող իմ բոլոր հարևաններին ասել, բա գործ չանեք, լռեք, ես վլոգ եմ անում, կարծում եմ այս գյուղական ձայները նույնպես բոլորիդ համար հետարքիր է հնչում, սիրելի հետևորդներ ջան, ահա այս էլ մեր գյուղի կյանքը, հիմա քանի դեռ դեղը չեմ սրսկել, առաջին հերթին ուզում եմ այս բեգոնյան այստեղից հանել, և այստեղ դանակ ունեմ, որը հենել եմ այն նոր տնկված սիրուն ծաղկի կողքին, որ հանկարծ ինքը չթեքվի ինչ-որ մի բանից, այս դանակով պիտի զգուշորեն հանեմ, բայց քանի որ տեղը ցածր է, ուզում եմ, որ դուք էլ տեսնեք, ինչ պետք է անեմ, գնամ են քոթուկը չալարեմ, բերեմ, որ բարձր տեղ իմ գործն անեմ, Այս էլ քանի որ ինքը
թուքը Լորենի է, այս քո թուքը արդեն շատ չի ծանր։ Գիտեք չէ, որ Լորենու փայտը թեթև է։ Ահա։ Ու այնքան այս կոմ արեցի, բայց թե եթե գործը թենց է պահանջում, ուրեմն պետք է թենց անենք։ Ուղղակի ուզում եմ, որ դուք էլ տեսնեք, էլի կարծում եմ երևում է։ Ահա։ Օրերը տաքացել են, երեխաները դուրս են եկել եւ իրանց համար ազատ խաղում են։ Այսպես, չեմ էլ ուզում, որ ալպիական ծաղկին վնասեմ հանկարծ։ Ահա։ Այսպես։ Դե ծաղկած վիճակում չէի ուզում հանել, ինձ թվում է հիմա ինձ կհաջողվի, ոնց որ թե լինում է, շատ դժվարությունով եմ հաճեցրել, հանկարծ մի բան չլինի, եկավ, արի սիրուն ջան, Այսպես, սիրելի հետևորդներ ջան, հիմա մկրատել եմ բերել, ես գիտեմ էլ իմ գործը ինչ պտի անեի, չնայած ստեղ մի հատ կոկոմ կա, իսա կծաղկի, բայց դա արդեն պետք չի, հիմա մկրատով կտրում եմ դրանք, դեն եմ նետում, այս սենց շատ առատ էր ծաղկել, այստեղ կողքից 2 հատ ճուտի կա աճել ինքը, բայց կվախենամ առանձնացնել, չլինի թե վնասեմ, էլի հանկարծ, հետո, երբ որ իրա համար հիմնական, այս ինչքան բարձր են աղմկում, երեխեք մի քիչ կամաց խոսեք, էլի, այդ հենց, ընդհանրապես թենց հատ չէ, երեխեքը գնում են մի քիչ հեռու տեղ, որ ավելի կարողանան բարձր աղմկոտ ձևով խաղալ, բայց թե թող բոլոր աղմուկն էլ երեխեքի աղմուկը լինի, սիրելի հետևորդներ ջան, եւ լսվեն մեր երեխաների բարձր աղմկալից խաղի ձայները, այսպես, սա արդեն պատրաստ է վերատնկելու համար, հիմա մանուշակները նորից զգուշությունով ալպիական մանուշակները ցած եմ դնում եւ արդեն սրան վերատնկում եմ այսպես հողը կլցնեմ արդեն բայց մի հատ թափկացնեմ ու այս կոտրված ծաղկամանա արդեն էլ պետք չի ոչ մի բանի Այս սենց, լավ սևահող է, տեսնում եք, այսպես, հիմա մի հատ իրան էստեղ վերատնկում եմ, հետո էլի հող կավելացնեմ բռով, որ շատ չվնասեմ, չգիտեմ, մեր մոտ իմ ուզա ծաղկամանները չգտա, սիրելի հետևորդներ ջան, երևի հատուկ դրա համար ես գնամ Վանաձոր հասնեմ, ու այնտեղ շուկաներում հաստատ կգտնեմ իմ ուզածը, ինչպես որ ասեցի, կարևորը սիրուն ծաղիկ ունենանք, այսպես ծաղկամանները որ պահին եք ուզենք կփոխենք, դեր այդ կոտրված ծաղկի արմատներն են ստեղ, մի հատ էլ տեսնում եք ես ինչքան սևահող է, զգուշորեն, այսպես շուրջ բոլորը կլցնեմ ու կջրեմ, ջան, երեխեքն ազատություն են ստացել իրոք, մեր ներքևի թաղի երեխեքն են, այսպես, այլ է պատրաստ, այսենց, Ամենավատն են ալում, որ ասենք մագնիտաֆոն են միացնում, մեքենաների մագնիտաֆոնը ու դրա ձայնը գալիս է, այդ դեպքերում ընդհանրապես չեմ կարողանում վլոգ անել, քանի որ
YouTube հարթակը ոչ մի տեսակի ուրիշ երաժշտություն թույլ չի տալիս։ Ահա, այսպես։ Ջան, շատ սիրուն է սա զեկավ ստեղ։ Այս սնկի ամանն ընդհանրապես նման ամանները սիրում եմ պահեմ։ Մեկ էլ տեսնում եմ ինչ-որ մի բանի հարմար պետք է գալի։ Ահա, հիմա կսպասենք արդյունքին, սիրելի հետևորդներ ջան, որ ծաղկի ու բոլորիս ուրախացնի։ Ահա, այսպես։ Իսկ հիմա, սիրելի հետևորդներ ջան, ահա, արդեն հանգիստ կարող եմ այս լվիջի բեղը բոլորի վրա լցնել, սրսկել, ոնց որ ասում են, ահա, ու արդեն կավարտեմ իմ այսօրվա վլոգը։ Հակել եմ, որ իր գազերը չգնա։ Սիմալա դու գնաս տեղից։ Այ սիմը չկա։ Էս էլ մեր սիմը չկան։ Դե գնա։ Սիրելի հետևորդներ ջան, ստեղ մնաց ձեզ ցույց տալու երկու ծաղիկը։ Ահա։ Մեկը Լիլիան է, որը պետք է խնամք տանեմ իր հետ։ Դա ծաղկում է միայն աշնանը։ Եվ այստեղ այն իմ սիրուն մեխակների ամանն է, որը հավերի ճանկներ ընկել, հոշոտել էին ու փորձում եմ կենդանացնել։ Տեսնենք։ Հիմա սիրելիներս, արդեն իսկ կսրսկեմ այս լվիջի համար նախատեսված տեղը և կավարտեմ իմ այսօրվա վլոգը։ Հաճելի էր ձեր հետ զրուցել և հնարավորինս իմ իմացածը փոխանցել ձեզ։ Պակա, պակա, պակա։